բացի մեր կայքը ես ուզում եմ հայտնել, որ շատ ուրախ եմ, մասնակցեցի, շատ հետաքրքիր քննարկում էր, շատ հետաքրքիր կարծիքներ էր։ Եվ ուզում եմ զգուշացնել, որ այս ցուցադրությունը ոչ մի բովանդակային ծանրություն ձեր վրա չի բերելու, դա ընդհանրապես փորձելու ենք ձեզ օգնել, ուղղորդել գրանցվելու մեր փորձագետների նախնական բազայում։ Ինչ առումով է ինքը բազան նախնական, որ փորձագետի ընտրությունը եւ նրա աշխատանքի նախապատրաստումը իրականացվում մի քանի փուլերով։ Խոսեցինք փորձագետի ներկայացող պահանջների մասին, այս տեսակ հանդիպումների ժամանակ մեր կենտրոնը սովորաբար ընտրում են մարդկանց, ովքեր որ ունեն որոշակի փորձ այդ ձեր կողմից ընդունված մասնագետի սահմանման վերաբերյալ, այսինքն մարդիկ, ովքեր որ արդեն պատրաստ են գնահատման, բուրգի վերևի կետը, բնույթ տաքսոնոմիայի, կարող են գնահատել իրենց աշխատանքի արդյունքը եւ առավել ևս իրենց ուրիշի աշխատանքի արդյունքը։ Ստատիստիկայի տեսանկյունից եթե ասեմ, ապա Լիլիթը նշեց, որ այս մի քանի 3-4 տարիների ընթացքում մեր մոտ վերապատրաստվել են 150-ից ավել մասնագետներ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, բայց ցավոք այս պահին փորձագետների բազայում մեզ մոտ ունեն գրանցված 35 մասնագետ, այսպես ասեմ, եւ այդ բոլոր 35-ն մեր մոտ անցել են վերապատրաստումների առաջին փուլը։ Ուզում ասեմ, մենք շահագրգռված ենք նոր մարդկանց մուտքով դեպի բազա, մենք խոստանում ենք, որ բոլորին կվերապատրաստենք, այստեղ ընդմիջմանը միջանցքում ինձ հարցեր տվեցին վճարի վերաբերյալ, արդյոք վերապատրաստումները վճարովի են թե ոչ, ասեմ, որ մինչև հիմա փորձագետների բազայում գրանցված մասնագետների վերապատրաստումները բոլորը բառացի եղել են անվճար եւ մեր կենտրոնի քաղաքականությունը շարունակում է այդպես էլ մնալ, այսինքն փորձագետների առաջին փուլը դա քաղաքականությունների ներկայացումն է, փորձագետի վարքի կանոնները, էթիկան, չափանիշների ծանոթացում, գործնական խավեր, ի վերջո կոնկրետ փորձագիտական զեկույց գրելու պրոցեսի կազմակերպումը եւ դրա գնահատումը իրականացվում է մեր կողմից եւ բառացիորեն անվճար։ Հիմա բոլոր ձեր հեռախոս, այստեղ ես տեսնում եմ բավականաչափ մարդկանց, ովքեր որ ում հետ ես հեռախոսով խոսել եմ, ովքեր անցել են վերապատրաստումները եւ ասեմ ձեզ, որ եթե զանգում եք օրակի կենտրոն հարցեր ունենալով հարցաշարի վերաբերյալ, անմիջապես ինձ են միացնում, հետեւաբար ես ձեր բոլոր խնդիրները գիտեմ։ Ես ուղղակի մտածում եմ, այսպես անենք, եթե ձեզ մեջ կան մարդիկ այս պահին, մի հոգի շատերին բարձր չեմ կարող, ովքեր որ գրանցված չեն այս պահին փորձագետների բազայում, մենք կարող ենք իրեն գրանցել այստեղ, այսինքն ես օգնեմ իրեն ինքը գրանցվի, մյուսներին կտեսնեն, թե ինչպես է դա լինում եւ վստահություն ձեռք կբերեն, որ դա այդքան էլ բարդ պրոցես չի եւ բազան փորձարկված է 200-ից ավել մասնագետների համար, եթե ցանկացող կա, խնդրեմ մոտենալ այստեղ ամբիոնին, ես կօգնեմ։ Ուրեմն, մինչև մեր կամավորը կմոտենա, ես ցույց տամ, թե որտեղ է դա։ Ունի փորձագետներ էջ։ Փորձագետներ էջի այստեղ ներկայացված են, ովքեր կարող են լինել փորձագետներ, ինչպիսի սկզբունքներով են ձևավորվում փորձագիտական կազմերը, անդամները, ինչպիսի կարողություններ պետք է ունենան, ինչ պահանջներ կան անդամների ներկայացվող, եւ մասնագիտական, եւ լեզվի վերաբերյալ, եւ անձնային հատկանիշների վերաբերյալ։ Սա մեր առաջնային պահանջներն են փորձագետների նկատմամբ եւ ներքևում կա օրթում։ Այդ տեսեք, այստեղ կա form.am կայքեջի վրա հղում, որի վրա սեղմելով ցանկացողը ուղղակի կանցնի այդ էջը։ Բայց մինչև ես կանցնեմ էջը, ուզում եմ ձեզ ասել, որ բացի դրանից մենք պատրաստել ենք ուղեցույց։
նոր որոշեց, որ պետք է վերադառնա առաջ։ Ինչպես դառնալ փորձագետից, նորից վերադառնում ես։ Մենք պատրաստել ենք ուղեցույց։ Այ, ներքո տեղադրված ուղեցույցում քայլ-քայլ նկարագրված է, թե ինչ պետք է անի գրանցվել ցանկացող անձնավորությունը։ Ես կարող եմ ուղեցույցը բացել։ Ոչինչ, բավարարում է այս պահին։ Ուզում եմ, որ դուք տեսնեք ուղեցույցը սկզբից մինչև վերջ քայլերը ներկայացված է մեր կարծիքով հնարավորինս պարզ։ Եթե ոչ հիմա ես ցույց եմ տալիս։ Ուրեմն ուղեցույցն ասում է, որ այստեղից դուք կարող եք անցնել ուղղակիորեն ձևաչափերի կայքը։ Առաջին մուտքը տեսնում եք էկրանի վրա։ Եթե դուք արդեն գրանցված եք, մի իրավիճակ է, եթե ոչ դուք ստիպված եք գրանցվել։ Ենթադրենք, թե սա է create account։ Այստեղ դուք պետք է լրացնեք ձեր էլեկտրոնային հասցեն։ Ոչ մեկ չի ուզում հիմա գրանցվի դուք։ Դուք գրանցվել եք կարող։ Ես գրանցված եմ, բանը չէ։ Այ դուք գրանցված չեք, ես Patricia. Your email, please. You can try. Այնտեղ տարբերություն չկա, հարցաշարերը միջազգային փորձագետի և տեղացի փորձագետների իրարից տարբերվում են ընդամենը լեզվով։ Պետք է լրացնել էլեկտրոնային հասցեն։ First name. Անունը։ Ազգանունը։ Եվ անհրաժեշտ է ընտրել գաղտնաբար, կոնկրետ, այդ մուտքը գրելու, մուտք ունենալու համար։ Այստեղ կանաչ գույնով եկավ ազգանշան, որ Պատրիցիան հաջող գրանցվել է։ Այդ նշանակում է, որ նաև Պատրիցիայի էլեկտրոնային փոստին գնաց նամակ, որով ինքը հաստատելու է, որ հաստատելու էլեկտրոնային հասցեն։ Ամենաառաջին տարածված սխալը։ Գրանցվելուց հետո մենք փորձագետներն անմիջապես ուզում են մտնել եւ տեսնել, առանց ուրեմն հասցեին պատասխան տալու, այդպես հնարավոր չէ։ Եթե ուղեցույցը կարդաք, ուղղակի այնտեղ գրված է, որ մեկ օրվա մեջ մեր ադմինիստրատորը հետևում է եւ հաստատում է ձեր մասնակցությունը։ Հիմա ես որպես ադմինիստրատոր կմտնեմ, մենք տեսեք կտեսնենք Պատրիցիայի, ուրեմն որ Պատրիցիան արդեն մտել է եւ գրանցվել է որպես մեր փորձագետի թեկնածու։ Ինտերնետի խնդիր կա։ Մեր օֆիսում շատ ավելի արագ է աշխատում մենք։ Տեսնում եք մեր բոլոր գրանցվածներին, մենք օրենքով կանաչ մենք տեսանք Պատրիցիայի էջը, այ մեր ադմինիստրատորը հաստատում է նրա հասցեն և թույլ է տալիս որպես փորձագետ։ Հիմա
սա այն փուլն է, որի ավարտից հետո Պատրիցիան կարող է արդեն որպես օգտատեր մասնակցել եւ գրանցել իր տվյալները։ Հիմա որպեսզի ես Պատրիցիային կարող եմ նորից հրավիրել իհարկե բեմ, որովհետեւ email-ը ես չունեմ, ինչպես է։ Ամենայն դեպս պետք է գրանցել email-ը եւ այն բառը, ինչը որ դուք ընտրել էիք կոնկրետ մեր կայք գտնելու համար։ Հիմա որպեսզի ցույց տամ, որ միգուցե խնդրենք Երկրորդ ամենատարածված սխալը, բացումը սպիտակեք, որ բոլորի թվում է թե հարցաշար չկա, իրեն թույլտվություն չեն տվել եւ գալիս են զանգեր։ Այստեղ ուղղակի գրած է հայերեն հարցաշար եւ անգլերեն, պետք է ուղղակի սեղմել վրան եւ ձեր էջում կբացվեն հնարավորություններ 4 տարբեր հարցաշարեր լրացնելու համար։ Երկուսը նկատեցիք անգլերեն, երկուսը հայերեն։ Մեկը վերաբերում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, մեկը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Մենք խնդրում ենք ձեզ լրացնել մեկը գոնե, որովհետև մենք ունենք փորձագետներ, որոնք 4-ն էլ լրացրել են։ Իրանց թվացել է, թե պարտադիր պետք է 4-ը լրացնել, իրականում ոչ։ Այն ոլորտի ինստիտուցիոնալ կամ ոլորտի ծրագրերի փորձագետը, որին որ դուք տեսնում եք, մենք խնդրում ենք լրացնել կոնկրետ այդ հարցաշարը։ Հարցաշարերը իրարից տարբերվում են երկրորդ մասով։ Հիմա ես բացեմ, օրինակ, բուհերին ենթադրենք թե հարցաշարը։ Դակտներ անգլերեն ընտրեք։ Կարող են անգլերեն ընտրել, բայց մենք մեր համար ենք անում։ Անգլերենի եւ հայերենի ասում եմ ոչ մի տարբերություն չկա։ Բառացի։ Խնդրեմ։ Ինքը բավականաչափ առաջին հայացքից ծավալուն է, բայց ես ասեմ, որ կարող է մի ժամանակ ձեզանից պահանջել լրացնելու համար մաքսիմումը, եթե դուք կցում եք ձեր սերտիֆիկատները, եթե դուք կցում եք նկարներ, ձեր վերապատրաստումների վերաբերյալ հավաստող փաստաթղթեր, բայց հիմնական ինֆորմացիան ներկայացնելու համար մաքսիմում մի ժամ է տևում, որովհետև ինքը բավականաչափ արագ աշխատում է եւ ուրեմն ազգանուն անուն հայրանուն։ Մեծամասամբ լուսանկարը չեն կցում, եթե դուք այս կանաչի վրա սեղմեք, ինքը թույլ կտա համակարգչից ընտրել։ Լավ կլինի կցեմ, պարոն Մակարյան։ Լուսանկարը կպցրեք, երեք ինչու՞մ է գործը, այսօր մենք ձեր հետ հանդիպեցինք, չէ, դուք խոսեցիք, մենք ձեր ազգանունները չգիտենք այսօր թե ինչ է, բայց կհիշենք դուք ով եք, չէ, հետո ճիշտ անդրադառնանք։ Դրա համար անպայման ձեր նկարը կցեք, որովհետև դրանից մենք գոնե կհասկանանք ով է։ Շատ դժվար է ազգանունով հիշել, անպայման կցեք։ Եվ մանկական նկարի Սելֆի էլ մի արեք։ Դիտական աստիճան օչու։ Սա ընտրելու հնարավորություն կա, այսինքն այս վանդակները շատ արագ եք անցնում։ Լեզվի մասը, ուրեմն, լեզու հիմնական լեզուն նույնպես ընտրելու հնարավորություն կա, եւ մյուս կողմից հնարավորություն կա ընտրելու ընդհանրապես հաղորդակցվելու լեզվի վերաբերյալ։ Այնտեղ որտեղ դրված է ավելացնել լեզու, տեսեք, եթե ես սեղմեմ այս վանդակի վրա, ինքը մի նոր լեզու ներկայացնելու հնարավորություն է տալիս եւ ձեր լեզվական կարողությունները նկարագրելու հնարավորություն։ Այսինքն դուք կարող եք կարդալ, կարող եք լսել, ներկայացնել, խոսել եւ այլն։ Ձեր կարողությունները բոլոր ձեր իմացած լեզուների վերաբերյալ։ Համակարգչային կարողությունները, էլեկտրոնային հասցեները, բջջային հեռախոսահամերը, ուրեմն հիմնական աշխատանքի վայրը։ Պաշտոնի նկարագրությունը։ Այս վանդակն է բավականաչափ կարևոր է,
որովհետեւ մենք կարողանանք տեղեկատվություն իմանանք ձեր ներկա պահին իրականացվող գործառույթների վերաբերյալ, ձեր պատասխանատվությունների վերաբերյալ, ասեմ ինչու համար։ Մի խնդիր չէ, մի հնարավորություն էլ ասեմ, դա այն է, որ մենք ձեզանից խնդրում ենք պարբերաբար վերանայել ձեր տեղեկատվությունը։ Ինքը այնպես է պատրաստված, որ թույլ է տալիս անընդհատ վերանայել, այլ վերջին գործընթացների հետ կապված զանգել եմ մեր գործակետներին եւ խնդրել եմ վերանայել։ Իրանց թվացել է մի անգամ լցրեցին ու վերջ։ Ինչու՞։ Կայքը հնարավորություն է տալիս ավտոմատ ձևավորել CV, այսպես կոչված։ Ձեր ինքնակենսագրությունը որոշակի ձևաչափի մեջ մենք ձեզ չենք նեղություն տալիս եւ բուհի հետ համաձայնեցնելուց առաջ մենք անմիջապես ձեր հետ համաձայնեցնելուց հետո անմիջապես ձևավորում ենք միատեսակ նույն ձևաչափի մեջ ինքնակենսագրություն եւ ուղարկում ուսումնական հաստատության։ Դրա համար խնդրում ենք պարբերաբար վերանայել սա։ Այստեղ կա ձեր հիմնական կրթությունը, հետբուհական կրթությունը, գիտական կոչում աստիճանի վերաբերյալ տեղեկատվություն երբեք ստացել, շատ համառոտ թիվը, երկիրը, հաստատությունը որտեղ ստացել եք, բայց անպայման ուզում ենք ատենախոսության դասիչը եւ թեման, որովհետեւ կոնկրետ ծրագրային հավատարմագրման ժամանակ կամ ինստիտուցիոնալի ծրագրային բաժինը նայելու ժամանակ մենք անպայման նայում ենք թե արդյոք փորձագետը որոշակի հետազոտական աշխատանք իրականացրել է այն ծրագրերի ոլորտում, որի ուսումնասիրությամբ ինքը պետք է զբաղվի։ Գիտական հրատարակությունները մենք ընդամենը թվեր ենք ուզում մոտավոր կարծիք կազմելու փորձագետի հետազոտական աշխատանքի վերաբերյալ ծավալի եւ ուղղությունի։ Եթե չունի, կարող է չկա։ Եթե չունի, այո, իհարկե։ Իմիջիայլով կներեք, երևի սկզբից պետք է ասեի, ինչը որ չունեք, պարտադիր չի, որ հորինենք, կներեք։ Ունենք այն, ներկայացնում ենք այն, ինչ ունենք։ Կրթության կառավարման փորձառություն, այս կետերը, որը նշված են մեր ձևաչափի մեջ, մեկին մեկ համապատասխանում են փորձագետին ներկայացվող, փորձագետի կարողությունների ներկայացվող կետերին են վերաբերում, այսինքն դուք ձեր վերաբերյալ այս տեղեկատվությունը տաք, որպեսզի տաք։ Կարևոր, որակի ապահովման գործընթացներին մասնակցություն, խոսքը վերաբերվում է որպես փորձագետ, կարող եք ներկայացնել ուսումնական հաստատություններում, որակի ապահովման կենտրոններում աշխատած, որոշակի պատասխանատվություն կրած լինեք որակի ապահովման ոլորտում։ Այս բոլոր վանդակները, որտեղ որ գրված է ավելացնել, դուք հնարավորություն ունեք ներկայացնելու ձեր առաջընթացը։ Սկսել եք որպես որակի պատասխանատու, որևէ ամբիոնում հետո աճել եք, չգիտեմ, սեկտորում, հետո աճել եք կազմակերպության որակի պատասխանատու եւ այլն։ Դասավանդման փորձառությունը նույնպես պարտադիր է, պարտադիր որն է, պետք է ներկայացնել։ Հիմա միջազգային աշխատանքի փորձառությունը նույնպես գնահատելի է փորձագետի համար, այն տեսակետից, որ մեր շատ ուսումնական հաստատություններ անպայման նշում են, որ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը, իրականացրել են benchmarking եւ ներդրել են իրենց ուսումնական հաստատություններում։ Այդ process-ի իրականացման հետևելուն շատ կարևոր է, թե որ փորձագետը նույնպես տեղեկացված լինի։ Վերապատրաստումները։ Ինչ վերապատրաստումներ եք անցել, դա կլինի մասնագիտական, դա կլինի որակի ապահովման, նույնպես կա այստեղ է սերտիֆիկատների մասին է սկսելու վանդակներ, որ ասեցի, եւ հնարավորություն ունեք լիքը վերապատրաստումների վերաբերյալ տեղեկատվություն տալ։ Փորձակնության իրականացման փորձառությունը դա կարող է լինել եւ որակի, եւ մասնագիտական փորձակնություն, ինչպիսի փորձակնության որ դուք մասնակցել եք, մենք խնդրում ենք մեզ ներկայացնել, որտեղ գնահատելու կարողությունները փորձագետների մոտ առաջնային տեղում են մեր կարծիքով։ Հաջորդը
մասնագետի կարծիքը, ցանկությունները, ինքը իրեն որտեղ է տեսնում փորձաքննության process-ում։ Այսինքն ինքը իրեն տեսնում է ինստիտուցիոնալ հավատարմագրման, փորձագիտական խմբի կազմում, թե ծրագրային հավատարմագրման, թե երկուսը միաժամանակ։ Որովհետև այս նշումները, որը էլի շատ արագ է լինում, եթե սեղմում ենք, տեսեք, եթե ես ինձ տեսնում եմ ինստիտուցիոնալ փորձագիտական խմբի կազմում, ուղղակի նշեցի, եթե ծրագրայինի, էլի կարող եմ նշել։ Հետո կարող եմ ինքս փոխել, տեսնեմ, որ չէ, դժվար կլինի, չեմ, եւ այլն, շատ արագ է։ Կարող եք հանդես գալ որպես դասախոս, կարող եք հանդես գալ կառավարման ոլորտի ներկայացուցիչ, միջազգային փորձագետ, ուսանող։ Ինչպիսին կարող է լինել ձեր ներդրումը փորձագիտական խմբի կազմում։ Մենք առանձնացրել ենք այն հիմնական խնդիրներն այստեղ, որի գնահատումը այսպես թե այնպես, որի գնահատման, այսպես թե այնպես փորձագետները առնչվում են process-ների ժամանակ։ Դա ինստիտուցիոնալի ժամանակ, ասենք, ռազմավարական կառավարման խնդիրներն են, կրթական ծրագրերի մշակման, իրականացման, կառավարման խնդիրներն են, հետազոտական աշխատանքները, դրա իրականացումը, գնահատումը, որակի ներքին ապահովման համակարգի փորձաքննությունը, անձնակազմի մարդկանց կառավարման խնդիրները, կարճ ասած, բոլոր ինչ որ առումով մեր փորձից եկած սկզբունքային ոլորտները, որոնք որ գնահատման կարիք են ունենում եւ փորձագետները կոմպետենցիաներ պետք է ունենան այդ մասով։ Այստեղ իրենք պետք է նշեն։ Եվ նույնը ծրագրային հավատարմագրման մասով։ Այսինքն ինչպիսին են տեսնում իրենց դերը ծրագրային հավատարմագրման փորձագիտական խմբի կազմում։ Մենք հասանք երկրորդ մասի։ Երկրորդ մասը ավելացել է այն տեսակետից, որ դուք գիտեք, որ ծրագրային հավատարմագրումը այդ տեսակահաղականություն է մշակվում մեր պետության կողմից, հավանաբար կդառնա պարտադիր եւ նույնիսկ կառավարության ծրագրում ֆիքսված է ծրագրային հավատարմագրման ավարտի վերջնաժամկետը համարեգրված, այսինքն ճիշտ ասած այնտեղ գրած է մասնագիտական կրթության ծրագրային հավատարմագրում։ Այստեղ նշված են մեր վերջին մասնագիտությունների ցանկի համապատասխան մասնագիտությունները, որի հավատարմագրմանը կարող է մասնակցել իր դերը կարող է, իր լուման կարող է ներդնել մեր փորձագետը։ Այսինքն, այստեղ երևում է փորձագետի մասնագիտական ուղղվածությունը, հստակ երևում է, բացի այն, որ ինքը նշել էր իր հետազոտությունների ուղղությունը, նշել էր իր այս պահին աշխատանքը, ինչով զբաղվում է, երևա, թե ինքը ինչպիսի ծրագրեր ավելի մանրամասն իր կարծիքով տիրապետում է եւ կարող է փորձաքննության մասնակցել։ Այսինքն թե կոնկրետ ենթադրենք, թե ես մասնագիտությամբ տեխնիկական եմ, նու ֆիզիկայի մասնագետ եմ, ճշգրիտ գիտությամբ, այս քննարկումների ժամանակ մի տեսակ ինչ-որ երջանիկ զգացի, որ հասարակագետ չեմ, որովհետև տերմինների ընկալման եւ իրար բացատրելու համոզելու խնդիրներ տեսա, ամենայն դեպս, որ մասնագիտությունը, այդ մասնագիտության ոլորտի կրթական ծրագրի ձեզ մասնագետ եք համարում եւ կարող եք մասնակցել փորձաքննությանը, դուք նորից նշում եք։ Ենթադրենք, թե բանասիրական գիտություններից, բանասիրություն, թե լեզվաբանություն, ենթադրենք, թե գործարարություն, վարչարարություն, տնտեսագետների վերաբերյալ բնական գիտություններից բոլոր հնարավոր մասնագիտությունները եւ ոլորտներն այստեղ նշված են։ Դուք ընտրում եք դա եւ մի բան պետք չի մոռանալ, դա հիշելու գործողությունն է։ Երրորդ տարածված սխալը, երբ որ լրացվում է եւ չի ուղղակի բարձ չի սեղմում այդ կոճակը հիշել, ամբողջ լրացածը կորում է եւ հետո սկսում եմ նորից։ Հարցաշարը թույլ է տալիս մաս-մաս լրացնել, բայց ամեն մի լրացնելուց հետո պետք է հիշել։ Այո։
Պարտադիր լրացվող մասը վերաբերում է անուն, ազգանուն, հայրանուն, էլեկտրոնային հասցե եւ հեռախոս։ Եթե այդքանը չեք լրացրել, ինքը դες թույլ չի տա, որ դուք հիշեք։ Օրինակ, եթե ես հիմա փորձեմ հիշեմ, մի երկու տեղ նկատեցիք, որ ծիտիկ դրեցի, ոչ մի բան չի հիշի։ Հիմա ես որ բարձրանամ վերև, ինքը կհուշի, թե որ վանդակները պարտադիր պետք է լրացնեի։ Այս մի քիչ երևի ստրատեգիական սխալ եք արել, ծննդյան տարեթիվը միգոց այդքան կարևոր թիվ չի, բայց ամենայն դեպս ինքը պարտադիր լրացվողների։ Այո։ Եվ դեր քննակ ունենից այո, երևաց, որ ծննդյան տարեթիվը շատ կարևոր է, որովհետև որպեսզի հաջորդ 50 տարի սլավոտաշ չանեն այդ մարդիկ ղեկավարները, պետք է ընտրել երիտասարդներին փոփոխությունների պատրաստ մարդկանց։ Սա էր։ Ազնվորեն հավատացեք ինձ հեշտ է լրացնելը, պետք է մի քիչ համբերություն, մանավանդ, որտեղ ծորաբար զանգում ու սկսում են ջղայնանալ իմ վրա, թե 10-րդ անգամ փորձում եմ, բայց չի լինում։ Իրականում ինքը մի անգամ է փորձել եւ այդ հարցաշարի վրա չի սեղմել։ Եթե հարցեր կլինեն, ես խնդրում եմ, հենց խնդիրները առաջանում անմիջապես զանգեք մեզ։ Շնորհակալություն։